որտեղ մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստ ուղարկել սահմանադրական դատարան դրա համապատասխանությունը սահմանադրության հետ մեր սահմանադրության հետ ստուգելու համար։ Չնայած փորձագետները 2025 թվականի սահմանադրական դատարանի որոշումից հետո սեպտեմբերի իմ հիշատակած նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ եւ անհրաժեշտություն կատարելու ընտրություն խաղաղության եւ հակամարտության միջև։ Բայց եթե Հայաստանի սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիր ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի եւ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է. մեջբերում եմ. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Մեջբերման ավարտ։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ եւ հետեւաբար խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը եւ սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտածածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ. ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։ Ու քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների կառավարությունը եւ անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում եւ դա կյանքի կոչելուն ուղված կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած վերջին 1 ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման 2 կոնկրետ դեպք է արձանագրվել։ Բայց չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։ Նշանալ կրակոցները կամ Ադրբեջանի զինված ուժերում անկարգապահության հետևանք են կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը եւ ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։ Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։ Այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Հիմնվելով այս իրողությունների վրա Հայաստանում եւ Ադրբեջանում գործող բոլոր ուժերին եւ անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու,
չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Շնորհակալություն ուշադրության համար։